Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ուրեմն բարեվարկության եզրակացության մեջ ներկայացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները իմ կարծիքով ամբողջական կատարված չեն, որովհետև որպես ուսումնասիրության ժամանակահատված վերցված է 2021-ից 23 թվականները, վերլուծությունները կատարվել են, եթե ձեր մոտ եք տեսնեք, 21-23 թվականներին, 22 թվականը ընդհանրապես վերլուծության ենթարկված չի։ Ու այդ պայմաններում ներկայացել են ինչ-որ անհստակություններ։ Այսինքն, եթե թվերի մի մասը գրում ենք, եսը չեն գրում, այդ ինչ անհստակությունների մասին կարելի է խոսել։ 22 թվականը ընդհանրապես վերլուծության ենթարկված չի, ու նշեմ, որ 22 թվականն էլ էս բավականին մեծ եկամուտներ են ստացել որպես կենսաթոշակառու, որպես դասախոս, որպես անհատ ձեռնարկատեր։ Շնորհակալ եմ, ես կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի մասով չեմ կարող ասել, մենք գոնե ուսումնասիրել ենք ձեր բոլոր հայտարարագրերը եւ ձեր ընտանիքի անդամների։ Պարոն Բատկյան, կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը հաշվարկ է իրականացրել, վստահ եմ տեսել եք, որ 13-ից 20 թվականներին ձեր եկամուտները եւ ծախսերը, ձեր եկամուտները ընտանիքով կազմել են 158 միլիոն դրամ, բայց ծախսերը եւ այդ թվում նաեւ խնայողության ուրեմն գոյացումը կազմել է մոտ 120 միլիոն եւ հաշվել են ստացել են, որ ըստ էության ձեզ ապրուստ ամենօրյա ապրուստի համար մնում էր ամիսը 400,000 դրամ։ Եվ ըստ էության կասկածի տակ է դնում կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի այդ հիմքով ձեր հայտարարած թվերը։ Այս մասով ինչ կասեք։ Իհարկե, չէ, ճիշտ իրոք եզրակացության մեջ նման տվյալներ կան, այդ ժամանակ չկորցնեն համար խնդրեմ պատասխանել։ Ութերորդ Արդյունքում ներողություն, հիմա հրապարակ եմ այդ մասը, միգուցե սխալ եմ ընկալել։ Հանձնաժողովն արձանագրում է, որ ստացված եկամուտներ եւ կատարված ծախսերի համադրությամբ ողջավորեն հնարավոր էր կատարել նշված չափով խնայողություն։ Ներողություն խնդրում, ես ներողություն խնդրում, ճիշտ է, բայց ես եմ իմ մասով ասում, որ հաշվի առնելով ձեր ապրելաոճը, տեսեք 23 թվականին 40 միլիոն դրամ եք ծախսել, դա անհամեմատ ավելի շատ է, քան ամիսը 400,000 դրամ է, էլի, մի քիչ այս մասով, ես ներողություն խնդրում, հանձնաժողովը կասկածի տակ չի դնում, ճիշտ եք ասում, ես եմ կասկածի տակ դնում, ինչ բանն եք այս մասով։ Ձեր ասածը դարձյալ ներողություն եմ խնդրում, բայց կարծես պնդման է, ավելի պնդում է, քան թե արձադրում։ Այսինքն, եթե նման հանգամանք ստեղ չկա, այսինքն ինչ է նշանակում 41 միլիոն ծախելու պարագայում, ծախսել ցույց տալու պարագայում, ոնց է 400,000 դրամով յոլա գնալու, ասենց մոտավորապես էսեր ձեր ասած արձադրումը 41 միլիոն կամ չգիտեմ ինչքան էր գումար, այդքան չի ծախսվել, այդքան եկամուտ եմ ստացել։ Բայց այնտեղ ես ունեմ գումարներ, բանկում ներդրված, չգիտեմ, տարբեր տեսակի ձեռքբերումներ եւ այլն։ Այսինքն այս թիվը դուք իմացում եք, ես ձեր արձադրմանը պատասխանելու համար հիմա պետք է խորհրդի ժամանակը ծախսելով սկսեմ վերլուծություն կատարել, որովհետեւ փաստացի ներկայացնեմ ձեր արձադրման պատասխանը։ Լավ, ես մի բան հստակեցնենք, էլի, որպես դրանից շրջապատում չունի։ Ես հարցը ճիշտ հասկացա, որ ինչպես է 400,000 դրամով, այսպես ասած, յոլա գնաց։ Այդ ճիշտ մասով է հարց։ Այո։ Դե հիմա ասում եմ, քանի որ 400,000 դրամը համարել եմ որպես ողջամտորեն կատարված ծախս ընտանիքի, հələ պետք է այս գումարը հանել եւ այլն, մենք տեսական մոտեցում են։ Հենց չի որ իմ ընտանիքից դուրս եկած մարդիկ են գրել այդ գումարը թիվը։ Այսինքն դուք ասում եք 41 միլիոն եք ստացել, հիմա գնալ, հիմա էլ եթե կարողանամ գնալ դառնալ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ստանալու եմ 30 միլիոն դրամ, կամ ավելի շատ, 36 միլիոն դրամ։ Այսինքն չստացեց, որ նույն 41 միլիոնը ստացա։ Ձեր հարցադրման ճիշտ ասած էությունը չեմ կարողանում հասկանալ։ Եթե կոնկրետ թվային հաշվարկով ասեք, իհարկե ասեցի, որ 22 թվականի հաշվարկը ստեղ ներառված չի, չեն համապատասխանում իրար այս վերլուծությունները։ Ամեն դեպքում կփորձեմ ճիշտ պատասխանել ձեր հարցին։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Ես հաջորդ հարցս վերաբերվում է 2010 թվականին ձեր կենտրոնում գնված երկու անշարժ գույքերին, որոնց գումարային արժեքը մոտ 52 միլիոն դրամ էր,
Ինչ կասեք, ոնց եք դատախազ լինելով 52 միլիոն դրամով գույքեր գնել։ Ներողություն 52 չէր, 40 երևի 3 էր կամ 45։ Եթե չեմ սխալվում բերել եմ։ Երկուսի գումարային գինը ոնց որ թե 38 մեկն էր բնակարանս, որտեղ որ հիմա բնակվում եմ, 6 միլիոն մի փոքր ավել ավտոհանգրվանի գումարը։ Ասեմ, ձեր հարցադրումները շատ սուր են, պարոն Հովհաննիսյան, բայց շատ նաև հետաքրքիր ու պարզաբանման առումով բացարձակապես կարծես թե դժվարություն չեն ներկայացնում։ Այդ առումով շնորհակալություն։ Հազար ներողություն, պարոն Բատկյան, ես հստակեցնեմ, որ ԿԿՀ եզրակացության մեջ 45.7 միլիոն մի գույքը, 6.9 միլիոն մյուս գույքը գալիս է գումարային 52-53 միլիոն իմ հաշվարկից։ Երևի սխալ է գտվել պարոն Հովհաննիսյան իրանց կողմից, որովհետև այդքան չի։ Ինչև է, խնդիր չկա, ես կպարզաբանեմ ձեր հարցը։ Ուրեմն դա մինչև այդ բնականը ձեռք բերել է 2010 թվականի, եթե չեմ սխալվում օգոստոս ամսին։ Ես բնակարան չեմ ունեցել։ Պատկերացնում եք, ամուսիններով յուրաքանչյուրս այդ օրվա դրությամբ 16 տարի աշխատելով, ընդհանուր 32 աշխատանքային ստաժ, աշխատել ենք ամենաերիտասարդ տարիքից, տուն չենք ունեցել, իհարկե տուն չենք ունեցել, անտուն չենք մնացել, ոչ էլ վարձով ենք ապրել։ Քանի որ իմ կենսագրական տեղեկությունները ներկայացնելու ժամանակ նշվեց 1993 թվականից աշխատել եմ Գավառ քաղաքում, քննիչ, այնուհետև քննչական բաժնի պետ, այնտեղ մենք ունեցել ենք բնակարան, այդ բնականում ապրել եմ ծնողներիս հետ, որևէ կենցաղային կարիքներ ընտանիքի համար չեմ հոգացել, աշխատել ենք ընդամենը մեր համար, մեր մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Նշված ժամանակվանից սկսած ծնողներս, ինչպես նաև կնոջս ծնողները, մեզ պահել են եւ աջակցել են ցանկացած այդ որ նաև նյութական հարցերով։ 2000, եթե չեմ սխալվում, 96 թվականին, չէ, 94 թվականին հայրս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ զբաղվել է բիզնեսով։ 2000 թվականին մեկնել են եղբորս հետ Լուգանսկի շրջանի Լիսիչանսկ քաղաք, որը գտնվում է պատերազմական այն ամենաթեժ կետում։ Ուրեմն այնտեղ դրել են, հիմնադրել են մեծ բիզնես, եղբայրս այնտեղ զբաղվել է ցորենի բանով, մթերմամբ, հայրս ունեցել է սննդի կետ։ Եվ մոտ մինչև հորս մահանալը, եւ դրանից մի քիչ էլ ավել 2010 կամ 11 թվականը, ես մշտապես նյութական աջակցություն եմ ստացել իմ եղբորից եւ հորից։ Հայրս ինձ գնել է նոր մեքենա, նույնիսկ մեքենաներ, հետո 2007 թվականին դրա հիմքը պայմանագիրը որ տեսնեք, այնտեղ նախնական պայմանագիր կա, այսինքն ձեր հարցադրման մեջ նշվում է հարցնել կմտածի որտեղից այս դատախազին 40 կամ 50 միլիոն դրամ, որ գնաց միանգամից միանավակ տվեց գնաց այդ բնակարանը։ Բնակարանս գտնվում է Գլենդելիս, հայտնի Արգիշտի փողոցում Գլենդելիս թաղամասում 2007 թվականին ծնողներս եկել էին Հայաստան մեծ տեսակցության, ուրեմն որոշումը շատ վաղուց կար, նույնիսկ այնտեղ ես հող էի գնել 2003-4 թվականին, որպեսզի այդ հողի վրա բնակարան կառուցենք, բայց քանի որ շատ նյութական դժվարությունների մեջ ենք մտնելու, որոշեցինք բնակարան ձեռք բերել ինձ համար։ Այդ գումարների նախավճարը կատարվել է 2007 թվականին հորս կողմից, որից հետո պարբերաբար ըստ ամիսների յուրաքանչյուր ամիս վճարումները ես կատարել եմ ուրեմն Գլենդելիս կազմակերպությանը։ Բանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակցություն, երբ որ զանգեց ինձ եւ հարցադրումներ կատարեց սրա վերաբերյալ, ես ինձ մոտ թղթերի մեջ մանեկա ու պատահաբար, շատ պատահաբար հայտնաբերեցի եղբորս կողմից 2010 թվականի փետրվարի 18-ին թե 16-ին կատարված գումար ուղարկելու վերաբերել անդորագիր, որը բարեվարկության եզրակացության մեջ ներկայացված է։ Դա ուրեմն այն ամենաչնչին ապացույցներ, որ կարող է ներկայացնել, դրանից հետո էլ փորձեցի ճիշտ ասած Գլենդելիս կազմակերպությունից ձեռք բերել է տարաժամկետ վճարման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ, որ ես յուրաքանչյուր ամիս վճարել եմ այս գումարը, ոչ թե միանավակ բերել տվել եմ։ Ձեր հարցի պատասխանը, գումարը որտեղից ձեզ։ Այդ գումարը ես չեմ ունեցել միանավակ, այդ գումարը 3 տարին անում 36 ամիս, 36 ամսվա ընթացքում բերել են ծանոթներ կանխիկ կամ փոխանցումով եւ այս վճարումները կատարել եմ այդ կազմակերպության մեջ։ Մի բլոկնոտ ունեմ, ճիշտ ասած շատ անձնական բնույթի էր։ Մեջը նշել եմ իմ բոլոր ծախսերը։ Ուրեմն այնտեղ գրված է, սկսվել է
վճարում է 03-03-07 թվականին կանխավճարներով եւ ավարտվել է 2000 թվականին։ Կան նաեւ տեղեր, որ նշել եմ, այս ամիս այս վճարումը չեմ կատարել, հաջորդ ամիս ավելի է շատացել կամ պակասել եւ այլն։ Հիմա այդ հանգամանքը, որ ստեղ ներկայացվել են որպես արժանավատության կամ կասկած հարուցող, ես չգիտեմ, քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնականացման մասին օրենքում էլ կոնկրետ սկզբունքներ են նախատեսված։ Եթե հանգական թեկուզ նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 26 հոդվածի 1 հոդվածում ներկայացված է, որ տվյալ ապացույց եթե կորսված է, եթե չեմ սխալվում, պարոն Արսենյան, տենց է, չէ՞, եթե մի բան սխալ կասեմ, խնդրում եմ ինձ դիտողություն կատարեք։ Ապացուցման պարտականությունը ճիշտ է, այս իրավահարաբերության մեջ դրված է կողմերի վրա, բայց եթե ապացույցը կոնկրետ կողմի մեղքով չի իրականացվել, ապացույցի կորուստը, ես որտեղից ապացուցեմ։ Գլենդելիս կազմակերպությունը, որին գումարները վճարել լուծարված է, փորձեցի այս քանի օրը գտնել ղեկավարներին կամ այն անձանց, որոնց հետ շփվել եմ գումարները տալու հարցում, գոյություն չունեն այդ մարդիկ։ Այնտեղ ժամկետ է սահմանված, ներողություն այդ բանի ստուգման ուսումնասիրության, բարեվարկության բանի վերաբերյալ եզրակացության ընթացքում 10 օրից, եթե չեմ սխալվում, մինչև 20 օր, բայց ինձ զանգում են դատական նիստի գնալու ճանապարհին, ասում են հեռախոսով հարցադրումներ, ես հավաքում եմ մոտավորապես 30-40 փաստաթղթերի պատճեններ, ներկայացնում եմ կանխարգել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ներկայացնում եմ պատաբար հայտնաբերված եղբորս կողմից այդ գումարի փոխանցման անդորրագիրը, սակայն անհասկանալի չեմ հասկանում, թե ինչի դառնում անարժանահավատ։ Ու օբյեկտիվորեն ձեր մոտ այդ հարցն է ծնվում, դատախազին որտեղից այդ գումարը։ Մենք էլ ենք ունեցել գումար հավաքած, որովհետև բացարձակ ինչպես նշեցի, որովհետև կենցաղային կոմունալ կարիք մինչև 2000 թվականը չենք հոգացել։ 2000 ավելի ուշ 2003 թվականը մինչև ծնողներս գնացել են Լիսիչանսկ։ Այդ հատվածը գտնվում է ուրեմն պարոն Երանիսյան։ Հիմա պատերազմական հնամենաթեժ մասում եղբորս ընտանիքը, մայրս նաև իրանց հետ գտնվում են Ֆրանսիայում, մի կերպ մազապուրց այդ ռմբակոծություններից փախել են։ Բայց այս եղբորիցս փորձեցի ստացա իրենց սեփականության բանը ուրեմն ունեցվածքի չէ, ներողություն, մենակ բիզնես ունենալու վերաբերյալ այդ բանը տեղեկություն չկարողացա ստանալ, թե ինչ անշարժ գույքեր ունեցել են այդ կոնկրետ բանում։ Որովհետև այդ աղջիկը ինձ հարցնում էր, ես չկարողացա այդ բանին ձեռք տալ։ Ունեցել եմ բազմաթիվ անշարժ գույքեր, մոտ 2-3 տուն, եղբայրս այնտեղ մեծ բանը տարածք ունեցել, ամբար, ասեցի ծորերի մտերման զբաղվել, տեղ սպասարկման կայան, մի խոսքով, այսինքն իմ եղբայրը, իմ հայրը, որպես իրենց ավակ որդու նյութական օգնություն է ցույց տվել, որը դարձյալ հղում կատարեմ այդ օրենքին համար օրինական եկամուտ։ Հասկանալի։